Գիրք Ծննդոց, գլուխ 18։ Եվ Եհովան երևեցավ նրան Մամբրեի կաղնիների մեջ, և նա նստել էր օրվա տաք ժամանակը վրանի դրանը, և իր աչքերը վեր բարձրացրեց և մտիկ տվավ, և ահա 3 մարդիկ կանգնել էին իր մոտ, և երբ որ տեսավ վրանի դռնիցը, վազեց նրանց առաջը և մինչև երկիրը խոնարհություն արավ, և ասեց. «Տեր, եթե շնորհք գտա քո առաջին, աղաչում եմ քեզ, քո ծառայիցը մի անցնիր, թող մի քիչ ջուր բերվի և լվացեք ձեր ոտքերը, և ծառի տակին հանգստացեք, և ես մի պատառ հաց բերեմ, և ձեր սրտերը զորացրեք, հետո կգնաք, որովհետև սրա համար ձեր ծառայի մոտ եկաք»։ Եվ նրան ասեցին. «Այնպես արա, ինչպես ասեցիր»։ Եվ Աբրահամը շտապեց, գնաց վրանը Սարայի մոտ, և ասեց. «Շուտով արա, 3 գրիվ շարմաղալյուր շաղախիր և քաթա շինիր»։ Եվ արջառների մոտ վազեց Աբրահամը և մի մատղաշ և լավ ворթ առավ, և պատանուն տվավ։ Նա էլ շտապեց նրան պատրաստելու, և կոգի և կաթ և իր պատրաստած ворթն առավ և նրանց առաջին դրավ։ Եվ ինքը ծառի տակին նրանց մոտ կանգնեց, և նրանք կերան։ Եվ նրանք ասեցին նրան. «Ո՞ւր է քո կինը Սարան»։ Եվ նա ասեց. «Ահա վրանումն է»։ Եվ ասեց. «Եկող տարի դարձյալ քեզ մոտ կգամ, և ահա քո կինը Սարան մի որդի կունենա»։ Եվ Սարան լսում էր վրանի դրանը, որի ետևին էր ինքը։ Եվ Աբրահամը և Սարան ծերացած էին, և օրերն անցկացրած, և Սարայի համար դադարել էր կանանց պես գնալը։ Եվ Սարան իր մտքումը ծիծաղեց ասելով. «Ես պառավելիցս հետո եմ զվարճություն ունենալու, և տերս էլ ծերացած է»։ Եվ Եհովան ասեց Աբրամին. «Սարան ինչու ծիծաղեց ասելով. միթե ես իրավ ծնելու եմ, որ պառավել եմ։ Եհովայի համար դժվար բան կա՞ արդյոք։ Այս ժամանակ եկող տարին դարձյալ քեզ մոտ կգամ, և Սարան մի որդի կունենա»։ Եվ Սարան ուրացավ և ասեց. «Չեմ ծիծաղել, որովհետև վախեց»։ Իսկ նա ասեց. «Ոչ, ծիծաղեցիր»։ Եվ մարդիկը վեր կացան այնտեղից և ուղղվեցան դեպի Սոդոմ։ Եվ Աբրահամը նրանց հետ գնում էր, որ նրանց ճանապարհ դնե։ Եվ Եհովան ասեց. «Միթե ես Աբրահամիցը ծածկող եմ, ինչ որ անելու եմ։ Ըստ որում Աբրահամը մի մեծ և զորավոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են։ Որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը և իրանից հետո իր տանը կպատվիրե, և նրանք Եհովայի ճանապարհը կպահեն արդարություն և իրավունք անելու համար, որպեսզի Եհովան Աբրահամի վրա բերե ինչ որ ասել է նրան»։ Եվ Եհովան ասեց. «Որովհետև Սոդոմի և Գոմորի աղաղակը շատացավ, և որովհետև նրանց մեղքն էլ շատ ծանրացավ, ուստի իջնեմ և տեսնեմ, թե ինձ մոտ եկած աղաղակի պես արին բոլորը, կամ եթե ոչ, որ գիտենամ»։ Եվ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դեպի Սոդոմ գնացին։ Եվ Աբրահամը տակավին կանգնած էր Եհովայի առաջին։ Եվ Աբրահամը մոտեցավ և ասեց. «Միթե ամբարշտի հետ արդարին էլ կկորցնես։ Գուցե այն քաղաքի մեջ 50 արդար կան, միթե նրանց կկորցնես, և չես խնայի այն տեղին այն 50 արդարի համար, որ նրանում են։ Քավ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մերձնես, և արդարն ամբարշտի պես լինի։ Քավ լիցի քեզ։ Միթե բոլոր երկրի դատավորը արդարություն չի անի»։ Եվ Եհովան ասեց. «Եթե Սոդոմումը 50 արդար գտնեմ քաղաքի մեջ, նրանց համար բոլոր տեղին կխնայեմ»։ Եվ Աբրահամը պատասխանեց և ասեց. «Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խոսել ես, որ հող և մոխիր եմ։ Գուցե 50 արդարիցը 5-ը պակաս լինի, այն 5-ի համար բոլոր քաղաքը կկորցնես»։ Եվ ասեց. «Չեմ կորցնի, եթե այնտեղ 45 գտնեմ»։ Եվ դարձյալ խոսեց նրա հետ և ասեց. «Գուցե այնտեղ 40 գտնվին»։ Եվ ասեց. «Այն 40-ի համար էլ չեմ անի»։ Եվ ասեց. «Տերը չբարկանա, թող խոսիմ, գուցե այնտեղ 30 գտնվին»։ Եվ ասեց. «Եթե այնտեղ 30 գտնեմ, չեմ անի»։ Եվ ասեց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ, գուցե այնտեղ 20 գտնվին»։ Եվ ասեց. «Այն 20-ի համար էլ չեմ կորցնի»։ Եվ ասեց. «Տերը չբարկանա, և միայն այս անգամ էլ խոսիմ, գուցե այնտեղ 10 գտնվին»։ Եվ ասեց. «Այն 10-ի համար էլ չեմ կորցնի»։ Եվ Եհովան գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսքը վերջացրել էր, և Աբրահամը ետ դարձավ իր տեղը։